Ողջույն արժանապատիվ հայրենակիցներ, այսօր նորից միացել ենք ուղիղ եթեր մեր Telegram-յան ալիքում, այսօր ամսի 8-ն է մարտի, Կիրակի օր, վաղուց էլի մի 2-3 շաբաթ չենք միացել, բայց ինչպես տեսնում եք, ինքը հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել ու պարզը մենք պետք է մեր ընդհանուր կարծիքը այս ամենի շուրջ ասենք։ Խոսելու ենք այս տարբեր կատարվող դեպքերի, բայց նաև ընդհանուր մեր պայքարի մասին, թե ինչպես են այդ ամեն իրար հետ կապված, ու նաև ընթացքում կարող եք միջամտել, ինչ որ մի բան ավելացնել կամ հարց տալ, բայց խնդրում եմ կարճ պահեք, որովհետև չենք ուզում մի ժամից ավել գերազանցի, էլի, այս հաղորդումը ուղիղ եթերը, որովհետև այսքան կարճ, այնքան ավելի լավ է ստացվում, կարճ լակոնիկ, ավելի շատ դիտում է հավաքում։ Ինչևէ, կարող ենք սկսել դե պարզը, այն անգամ մենք խոսում ենք, որ ամենայն հավանականությամբ պատերազմը սկսելու Իրանի դեմ, ու այդպես էլ եղավ, դա պետք չի ինչ-որ հանճարեղ լիներ այդ տեսնելու համար, ես հիմա շատերն են դա տեսնում, իզուր չէ, որ այդքան զորք էր կուտակում, նավատորմը մոտեցնում էր, ու նաև հետաքրքիր այլ դեպքեր պատահեցին, չէ՞, այդ հարձակումներից առաջ, այդ Էփշտեյնի այդ պատմությունները սկսեցին լուսաբանվել մեդիայում, դա կարծես թե ջուրները ավելի շատ սիոնիստ ասում, որովհետև չեմ ուզում YouTube-ը ինձ արգելափակի, այս նոր հաշիվը արգելափակի, ինչպես մեր նախկին արգելափակեցին, ցավոք սրտի այնի արդեն թափ էր հավաքում 1000-ից ավել բաժանորդագրեր ուներ ու հետո փակեցին, այս էլ համարյա արդեն 1000-ը հասնում, չեմ ուզում ասել փակվի YouTube-ի, դրա համար փորձենք շատ ավելի շատ սիոնիստ ասել։ Տեսանք, որ այդ շատ է, չէ՞ դրա մասին խոսում, այդ Էփշտեյնի այդ կղզու մասին, այդ ովքեր են իր հետ կապ ունեցել, պարզում է, որ բոլորը կապ են ունեցել, ով կա այս քաղաքական ասպարեզում, տարբեր երկրների, Եվրոպայում, Ամերիկայում, նույնիսկ Ռուսաստանում, տեսնում եք, որ Էփշտեյնը բոլորի հետ կապ ունեցել, ամերիկյան վերին խավի հետ, եվրոպական եւ վերին խավի հետ, մեծ կապ ունեցել նաեւ ռուսական էլիտայի հետ, ու դա չեն ասում, դա արժի շեշտել, որովհետև այն անգամ չեմ հիշում, ասացի թե չէ, բայց անընդհատ մեն շեշտում է արևմտյան գործականը, բայց չեն շեշտում այն, որ այդ աղջիկները անչափահաս, որոնք եղել են այդ մանկապիղծների ոնց որ համար խաղալիք, Ռուսաստանից են, ռուս աղջիկներ են եղել, պարտադիր չի միայն ռուս, բայց հիմնականում ռուսական ֆեդերացիայից են եղել ու կարող ենք եզրակացնել, որ դա ինչ-որ համատեղ համագործակցություն էր Մոսադի եւ FSB-ի կողմից, որպեսզի Ամերիկայի, Եվրոպայի էլիտայի անդամների վրա կոմպրոմատներ հավաքեն, երկուսի շահերից դա բխում էր, ինչպես գիտենք, իքը ջուրներ, չէ, տեղափոխվեցին Իսրայել, խորհրդային միության փլուզումից հետո շատերը նաև KGB-ի գործականներ էին, որոնք հետո դարձան Մոսադի գործականներ։ Մի խոսքով, ինչու եմ սա ասում, ինչա կապված պատերազմի հետ, որովհետև շատ հավանական է, որ այսի ուղերձ էր, ակնարկ էր Ամերիկայի այդ վերին խավին, որ տեսեք մենք ինչեր ունենք, հələ թեման հələ փակ չի, եթե շուտ չսկսեք պատերազմի Իրանի դեմ, մենք տեսեք ինչ ենք անելու, ասենք կարող ենք այս ամեն ինչը բացահայտել։ Սա գուցե այդ էր խթանը, որ այս ամեն ինչը սկսեց։ Ամեն դեպքում ես ոչ միայն ես, ընդ որ ասում եմ ես շատերն են էլի դա ինձ թվում է հասկացել, ու դա բարձ ասում էին 2001 թվականից սկսած, երբ որ սիոնիզմը Մոսադը ԿՀՎ-ի հետ ամերիկյան հետախուզության հետ համատեղ կազմակերպեց սեպտեմբեր 11-ի ահաբեկչական դեպքերը, այդտեղ հստակ նշված էր, որ նույնիսկ Բուշն էլ ասաց կոնգրեսում էր կարծեմ հենց 2002 թվականին է 2001-ի ավարտին էր, որ ասաց առանց չարիքի առանցքը պետությունները թվարկեց Հյուսիսային Կորեա, Իրան, Իրաք դրանք էին ու այդ բառակապակցությունը չարիքի առանցքը դա առաջին անգամ, ասենք Բուշի բերանի մեջ մտցրեց Paul Wolfowitz էր ժամանակվա, եթե չեմ սխալվում, պաշտպանության նախարարներ, էլի հրյա էր, սիոնիստ էր,
մի խոսքով այս ժամանակից իրանք արդեն ուզում էին պատերազմ Իրանի դեմ, բայց հասկանում են, որ Իրանի վրա հարձակվելուց առաջ պետք է Իրաքի, Աֆղանստանի հարցերը լուծեն, այն նաև շրջապատում են, չէ, Իրանին այդ երկու պետությունները, բայց հետո հասկացանք, որ շատ բաներ իրենց ուզած ձևով առաջ չգնաց, նշի որ սիոնիստները ինչ որ կազմակերպում են, միանգամից sense իրենց ուզածով ամեն ինչ ստացվում է, իրանք աստվածներ չեն, ուղղակի իրանք լավ կազմակերպված ու հետևողական են։ Դրա համար շատ բաներ հետաձգվեց, Սիրիայի հարցը առաջացավ, Լիբիան եւ այլն ինչևէ, բայց մի խոսքով իրականում 25 տարի է անցել։ Իրանք ուզած, ասենք, պատերազմը վերջապես ստացան 25 տարի հետո, ու 25 տարին եսի ինչ չի պատմության, ասենք, էջերով որ նայես, 25 տարին ընդամենը մի ակնթարթ է աշխարհի պատմության։ Այնպես որ մեզ է թվում ոնց կարա այտենց իրար հետ կապ ունենա, բայց չէ, այսքան երկար ժամանակ ուզել են ու վերջը հասան այդ պահի, ու ես նույնիսկ 16 թվականին հիշում եմ, այս ճիշտ ասած նոր հիշեցի մի, այս որ պատերազմը սկսել էր, էլի, որ 16 թվին, երբ որ Թրամփը նոր էր ընտրվում նախագահ, ես արդեն Հայաստան էի տեղափոխվել։ Ճիշտ է ժամանակ, հետաքրքիր էր, էլի։ Այդ թեժ ընտրություններ էր Ամերիկայում, այդ Հիլարին ու Թրամփն էր, այդ ժամանակ չեմ հիշում, արդեն Թրամփը ընտրվեց, նոր եկա, թե եկա նոր ընտրվեց, չեմ հիշում այդ պահը, 20 նոյեմբերի 27-ին եմ եկել, դա 16 թվի։ Ինչևէ, այդ ժամանակ բայց ես գրառում էի արել հին Facebook-ում, ցավոք սրտի ջնջվել է, այս նախորդ 5 Facebook-յան հաշիվ եմ ունեցել, որոնք անընդհատ ջնջել են։ Այն ժամանակ ավելի sense բացահայտ էի շատ բաներ գրում, ու այն ժամանակ մի քիչ ոնց որ ավելի շատ էր կենտրոնացած ամեն ինչ Facebook-ում, հիմա տարբեր չէ, X կա, բան կա, տարբեր ավելի ուրիշ սոցցանցեր կան։ Այն ժամանակ հիմնականում Facebook-ն էր ու շատ վերահսկված էր։ Հիմա էլ է վերահսկված, բայց հիմա արդեն գիտենք ձևերը շրջանցելու այդ արգելափակումների, որ բառերը, ասենք, սենսոր անենք, որոնք չէ, որ կարողանանք շրջանցենք այդ ամենը, չարգելափակենք, ինչևէ, այդտեղ ես նշել էի, որ ասենք Թրամփը ամենայն հավանականությամբ Իրանի դեմ պատերազմ է սկսելու, բայց ես չէի կարծում, որ 10 տարի հետո կլինի, դա ձգվի 10 տարի հետո։ Ես կարծում եի, օրինակ, չգիտեմ, 18 թվին, ես եթե չեմ սխալվում, 17 թվին էր, որ Սիրիայի վրա ինչ որ հարձակումներ արեց հրթիռներով, հա, Ասադի ռեժիմի դեմ, այդ ժամանակ ես արդեն ասել եմ, ուրեմն հաստատ արդեն երևի մյուս տարի էլ Իրանի դեմ կսկսի։ Բայց ինչպես տեսնում ենք, ձեւների մոտ, սիոնիստների մոտ կապ չունի երբ կապ ունի թե երբ ասենք ինչ պայմաններում է դա կատարվում։ Հիմա պետք եղավ այդքան հետաձգվեց, արեցին։ Պետք է նախ եւ առաջ Իրանի պրոքսիներին վերացնեին, Ասադին, Հեզբոլլային թույլատնեն այդ ամեն ինչը նոր Իրանի վրա հարձակվեն ու այդ քանի տարիներ տեստվեց, ինչպես տեսանք, այդ ամեն ինչը մի ինչ Սիրիայի դեմ Սիրիայի քաղաքացիական պատերազմը 13 թվին է սկսել, 11 թվին է սկսել, եթե չեմ սխալվում։ Մի խոսքով, այդ ժամանակ ես ասել եմ 16 թվին, որ պարզորեն կանխատեսումից 10 տարի հետո այդ պատերազմը վերջապես ստացան ու հա, ինչպես գիտենք, հիմա թերագնահատել է Ամերիկան։ Ինչպես Ռուսաստանը թերագնահատեց Ուկրաինային, ասաց, որ 3 օրում ես իբր Կիևը կվերցնեմ, դիմադրություն մեզ չի հանդիպի, միանգամից Դոնբասը կվերցնի, կմիացնի, ինչպես Ղրիմը վերցրեց եւ այլն, բայց տեսավ չէ։ Սա հաշվարկը սխալ էր, ու հիմա 4 տարի պատերազմի մեջ է, կարծես թե նույն բանը նույն սխալը Ամերիկան անում Իրանի պահով, կարծես թե ինչ-որ արագ օպերացիա անելու ու Ասադի պես ընկնելու կամ Սադամի պես եւ այլն, բայց չէ, ինչպես գիտենք, Իրանի պետությունը ավելի կայուն է։ Չմոռանանք, որ արդեն գրեթե 50 տարի է, որ այդ ռեժիմը, այդ կրոնական կարգը, ռեժիմը իշխում է Իրանում, քիչ չի, 2 սերունդ է, էլի։ 2 սերունդ, ասենք, դասիրակվել են, այդպես, ասենք, նվիրված լինեն։ Պես ոնց որ մոլերանտ ֆանատներ լինեն իրենց պայքարի, իրենց գաղափարների համար ու 50 տարի անընդհատ ներշնչել են բնակչության մեջ, մա Ամերիկա, մա Իսրայել, այդ միանգամից չես կարող նման բնակչությանը տենց արագ հաղթես։ Ինչևէ, ուրեմն, չգիտեմ, իսկ մաթերագնահատել են ու իսկ մասա կարող է ամիսներ ձգձգվի, եթե ոչ մի քանի տարի։ Բայց իրականում դա
զարմանալի չի։ Հենց արդեն 2 տարի անցել է ինչ Ամերիկա, ինչ Իսրայելը սկսեց պատերազմը, չէ, Հեզբոլլայի դեմ։ Համասի դեմ կներես, սա նույն իրար հետ կապված են, բայց Համասի դեմ այդ երբ էր հարձակումները հոկտեմբեր 7-ի 2024-ի 24 թվին էր արդեն 2 ամիս անցել է, 2 տարի անցել է կներեք։ Որ թիվը տղեկ հիշում եք 23 թիվն է թե 24-ն էր այդ Համասի հարձակումը Իսրայելի վրա, ասես խարդնցի։ 23-ին իմ կարծիքով 23-ին է, չէ՞։ Հո, վաու։ Հա, 2.5 տարի համար է, պատկերացրեք։ Ուրեմն ասեմ, այդքան էլ զարմանալի չի լինի, եթե սա մի 1-2 տարի է շարունակվի, բայց այս պատերազմը արդեն կարա նպաստի միջազգային տնտեսական փլուզմանը, որը ինչպես մենք բազմիցս ասել ենք, լինելու է։ Երբ Հայաստանում մենք միակ քաղաքական կազմակերպությունն ենք, որ հստակ ասում ենք, որ այդ ճգնաժամ է մոտենալու, հատկապես տնտեսական միջազգային, ասենք, կոլապսա լինելու տնտեսական, այդ մենք վաղուց ենք ասել, ես անձամբ տարիներ շարունակ դա կրկնել եմ, ուրիշ ոչ մի, ասենք, քաղաքական շարժում Հայաստանում նման կանխատեսումներ չի անում, էլի սա մարգարեություն չենք անում, դա վերլուծություն է, տրամաբանական հետևություն է, ինչպես ասել ենք, այս ամեն ինչ իրար հետ կապված է, թե Պուտինի պատերազմը Ուկրաինայում, թե հիմա Թրամփի պատերազմը այս Իրանի դեմ, այդ ամեն ինչը տեսնում ենք, ոնց որ ասել եմ, այդ կայսրությունների վերջին շունչն է, ուզում ասած, ինչ որ տեսնում են ներքին խնդիրները չեն կարողանում հաղթահարել, ուզում են ինքնահաստատվելու համար, ասենց արտաքին արարքներով մի բան անեն, ու ինձ թվում է այդ երկուսի կայսրությունների ոնց որ վերջը գալիս է։ Ու դա համատեղ ոնց որ ասացինք, տնտեսական ճգնաժամ կառաջացնի։ Մի բան ավելացնեմ, այդ ինչու է կարծում 16 թվին Թրամփը հավանաբար կսկսի պատերազմ, որովհետև ցույց է տվել Ամերիկայի այդ պատմությունը, որ այս հանրապետականները, ես սիրում եմ ասել հրեապետականները, ավելի լավ են կարողանում ժողովրդին համախմբեն, ասենց ոգևորեն այդ ամերիկացի այդ խապված հայրենասերներին, այդ պատրիոտներին, դրոշակ ծածանողներին, յահուներին, էլի, այդպես յանկիներին, ավելի լավ են կարողանում ասենց համախմբեն, տրամադրեն պատերազմի եւ այլն, ու ստացվում է իրանց մոտ։ Դրա համար Բուշի պապը, չէ, իր էլի բանը առաջին այդ Իրաքի դեմ պատերազմը սկսեց 90 թվականին, եթե չեմ սխալվում, Clinton-ի օրոք միայն sense Clinton-ի բանը դեմոկրատների օրոք sense բան է լինում։ Ոչ ուղակի միջամտում է լինում։ Clinton-ի օրոք ռմբակոծությունը եղավ չէ, սերբերի դեմ 95 թվին, եթե չեմ սխալվում, եկավ Բուշը, փոքր Բուշը պատերազմ սկսեց Իրաքում, համ Աֆղանստանի դեմ, համ Իրաքի դեմ, Սադամին գանք են ծառեցին։ Հետո եկավ Օբաման, տես Օբամայի օրոք էլ բան չեղավ, չէ՞, ասես ուղիղ միջամտում չեղավ, բայց էլի անուղղակիորեն աջակցեցին, որ Լիբիայում Քադաֆին գցեն, նաև Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսեն այդ երկիրը վերածեն քաոսի։ Հետո եկավ հիմա Թրամփը դրա համար ասաց, լավ, ուրեմն Թրամփը գալու, ուրեմն հեսա հաջորդ բանը ինչ է, արդեն բոլոր հարցերը ոնց որ բոլոր թշնամիների Իսրայելի թշնամիներին հարվածել են, մնացել է Իրանը, դրա համար, ասենք, այդ ինչ որ մարգարեություն չէ, ընդհանրապես մի տրամաբանական հետևություններ, վերլուծություններ, դրա համար է դրանք այդ ժամանակ այդ կարծեցի, բայց հա, հիմա ինչևէ, այսքան երկար հետաձգվեց, բայց վերջը ցավոք սրտի հասան իրենց նպատակին, բայց լավ է նա, որ ինչպես ասում ենք, ցավ, ոնց որ չեմ կարծում, ինչ որ մեծ հաջողություն ունենան, հիմա հատկապես Ամերիկայում շատ, ասենք, մարդկա դեմ է այս պատերազմին, ահավոր շատ։ Այն ժամանակ, երբ որ այդ եմ ասում, ուտել եմ ասել, որ այն ժամանակ Ամերիկան տարբեր էր, այն ժամանակ այդքան մարդ չէր արթնացել, որքան այսօր։ Այն ժամանակ ավելի շատ, ու այն ժամանակ հələ կար այդ սեպտեմբեր 11 թվականի այդ ահաբեկչական դեպքերի այդ պատկերը դեռ իրենց մտքերում կար, մարդիկ տեսել են, ահաբեկիչները ռոպագանդան լավ աշխատում են, ահաբեկիչները հարձակվել են Ամերիկայի վրա, պետք է գնանք պատերազմ եւ այլն եւ այլն։ Հիմա չկա դա, հիմա բոլոր արտաշատերը տեսում են քանի դեպքեր եղավ, որ բացահայտվել է ստերը։ Դե խափեցին մարդկանց, ասացին Իրաքը իբր միջուկային զենքեր ունի եւ այլն։ Բայց բարձր չունի, հետո ձեռ էին առնում։ Նա դե կադր կա, չէ, Բուշը ասում է, հա, ուրա նա սեղանի տակը նայում, տեսնում ուր է այդ միջուկային զենքերը, բան։ Տվեց այդքան մարդ սպանեց, 100,000 մարդկանց տվեց, կոտորեց, սպանեց ու ինքը ձեռ առավ։ Ինչպեսի մարդիկ են, էլի, այս
խելագար, սոցիոպատ, անգլերեն ասած psycho, էլի։ Հետ է ուզում ասել, մեկ էլ Իբարկյան։ Ինչ-որ հարցեր կան էս ամենի շուշուր։ Եթե կա, կարող եք միջամտել։ Չեմ կարծում։ Это սա ուղղակի Իրանի վրա եմ իրանցիների վրա եմ էլի զարմանում։ Շատեր իրանցիներ ուրախացել են, հատկապես Ամերիկայում, Եվրոպայում, բան ինչ ազատություն Իրանի, ասենք տեսակ ինչ եղավ Իրաքին, ինչ եղավ Սիրիային, ինչ ազատություն, ինչ բան։ Տվերը տալուն երկիրը քաոսի վերածեն, Իրանը մի քանի մասեր կարա պարակվի։ Ու այդ խամաճիկ սայ տղանել ջուդի խամաճիկը ինքն էլ ուզում է իբր բանանի, չէ՞, ասենց անցումային ռեժիմ ստեղծի, անցումային կառավարություն, որ հետո դեմոկրատիա դարձնի եւ այլն։ Ասենք այդ մարդը ով է։ Այդ մարդը 40 տարի ապրել է Ամերիկան լրիվ հավաքագրված նկար ունի Իսրայելում պատիմոտ լացելու պատիմոտ խոնարհվում է ինչի մասին է խոսքը այս իրանցիները ասած ուրախանում են ծոսորա ինչ էր 10 թվին մի քանի Ամերիկան ուրախանում էին ինչա թե Սերժը հրաժարական տվեց ինչ ուրախ Պարզ է Սերժը լավը չէր այս իշխանությունը Իրանի լավը չէ բայց ցեն ինչքան էլ օրինակ դնես մեկա չեն տեսնում որ վատից միշտ ավելի վատն է գալի это ուղղակի զարմանալի հիմա այդ իրանցիների որ տոկոստա հետ գնալու Իրանը ապրի այս ամեն ինչից հետո լավ ենթադրենք ասենք ինչ որ մի փոփոխություն լինի ով է գնալու ոչ մեկը հետ չեն գնալու ուզում ասեմ շատ հայեր կան չէ ասում են ադը մեր հայերը sense մեր հայերը այդքան էլ այդտենց չի որովհետեւ բոլոր ժողովուրդների մոտ էլ այդտենց զանգվածներ կան, այդպես մասներ կան, որ հեռատես չեն, ցեն մտածում հետևանքների մասին, միայն ցենց անկապ ուրախանան։ Ցավոք սրտի դա իրավիճակը, բայց ուզում մի բան ավելացնել նաև, այսօր մարտի 8 էր, քանի որ մարտի 8 է, ուզում ասեմ, որ շատ իրար շնորհավորում են, չէ, կանանց շնորհավորում են, կարծում եմ ճիշտ կլինի ասել թե հստակ ասել ինչի մասին է, ասենք մարտի 8-ը։ Մարտի 8-ը ոչ մի իրականում Այլ ցենս կտրվեց։ մեկ-մեկ կտրվում է, չեմ հասկանում։ Ասում եմ մարտի 8-ի պահով դա ֆեմինիստներն են ստեղծել, դա 20-ական թվականներին, հենց Լենինի նախաձեռնությամբ այդ տոնը ստեղծվեց, կոմունիստներն են ստեղծել հատուկ ոնց որ այդ ֆեմինիստական օրակարգը առաջ տանելու համար, ու մինչև հիմա ցավոք սրտի նշվում է, ու ըստ դրա համար ասենք ոչ մեկին, ոչ մի աղջկան այսօր չեմ շնորհավորում, որովհետև դա ոչ մի կապ չունի մեր մշակույթի հետ, մեր ավանդույթի հետ, Եթե մենք պետք է շնորհավորենք ապրիլի 7-ը մայրության տոնը։ Խոսքով դա ուզում եմ ուղղակի ասել, ուզում արդյոք մտածեն թե ինչու չնայած սրա մասին մենք բազմիցս խոսել ենք, գրառումներ արել ենք, բայց ամեն դեպքում պետք է շեշտենք թե ինչու մենք այս օրը տոն չենք համարում։ Բան կա, ասելու տղեկ հարցեր, բաներ։ Հայկ ջան, իսկ Ադրբեջանից ինչ որ ռազմական գործողություններ ակնկալելի է, հնարավոր է որ ինքն էլ սկսի Իրանի դեմ ռազմական գործողություններ, թե ոչ։ Չեմ անում ճիշտ ասած, այս պահին իրան ձեռնտու չի, այս պահին այս status quo-ն իրան ձեռնտու է, որը ինչքան կարա Հայաստանից հələ պետք է շատ բան ցավոք սրտի վերցնի։ Հիմա հաջորդ բանը այս ընտրություններից հետո սահմանադրության փոփոխությունը եւ այլն իր բնակչության բնակումը գուցե սյունիկ բան այդ հարցերը էլ բան պետք է անի, չի ուզում այդ ամեն ինչը խափանվի, իր շահերից չի բխում։ Բայց չգիտենք, հիմա որ դες կշարունակվի ու այդ ամեն ինչը ինչպես ասացինք, հավանաբար տեսական կոլապսի կարա բերի ամբողջ աշխարհի շուկան, որովհետեւ այդտեղից 20% նավթը այդ Հորմուզից անցնում, ինչպես նաև պարտանյութը շատերը չգիտեն, որ ինչ
մեծ քանակի պարտանյութ այդտեղից առաջանում այդ պարտանյութը շատ անգամ ստանալու համար օգտագործում են հենց գազ, բնական գազը բանը։ Մի խոսքով շատ կարևոր այդ նեղուցքը հիմա խափամա մեջ է։ Որտեղ մեծ ձևով հիմա գուցե չզգան մարդիկ, բայց ամիսներ անց հատկապես 1-2 տարի հետո կզգան։ Մենք էլ ասում ենք, որ մեր մոտ ինչ-որ մի ճգնաժամային փուլ առաջանալու ու դա գլոբալ կոնտեքստ ունենա, երևի տենց 28-29 թիվ, պլյուս ու մինուս 1 տարի։ Հիմա 28 ենք ասել։ Այդ է, հիմա գործողություն Իրանի դեմ, չէ, եթե ինքը ինչ-որ մի բան էլ անի, կսպասի, թուրքերը տենց են, չէ, միշտ տենց ցեզոք են մնում, սպասում են, հետո են վերջին պահին մտնում, որ փորձեն մի բան կորզեն։ Իրանք տենց են, թուրքերը տենց են։ Հիմա նույն բանը Ադրբեջանը կանի, կնստի կսպասի, կտեսնի թե արդեն Իրանը ցած պարակվում է, ինչ որ ռեժիմը կոլապս է ենթարկվում, արդեն սահմանային ինչ որ խնդիրներ է լինում, նոր կարող է ուզենա Հյուսիսային Իրանի ինչ որ մի հատված վերցնի միացնի, օրինակ եմ ասում։ Օրինակ դա հնարավոր կարա լինի, բայց ինքը այս պահին չէ, այս պահին ռիսկ չի անի։ Պատմությունը դա ցույց տվել, որ նրանք միշտ վերջին պահին են մտնում ինչ-որ պատերազմի մեջ, երբ արդեն տեսնում են, որ միայն կարող են շահած դուրս գան։ Ինչպես երկրորդ աշխարհամարտում, չէ՞։ Շատերը ասում են, տեսեք Թուրքիան ոնց է Գերմանիային պաշտպանում երկրորդ աշխարհամարտում, չէ՞, Թուրքիան, Գերմանիան դաշնակից են եւ այլն, ասում են, այդպես բան չկա։ Առանցքային երկրները երկրորդ աշխարհամարտում Իտալիան, Ճապոնիան էր, այդտեղ Թուրքիա չկար։ Դա էլ է սովետաջհուդական ռոպագանդա է, որ մեզ խափեն։ Դա առաջին աշխարհամարտում բան չասի։ Առաջին աշխարհամարտում այո, Գերմանիան, Ավստրո-Հունգարիան, Օսմանյան կայսրությունը իրանք էին այդ առանցքային ասպես կոչված պետությունները։ Իսկ երկրորդ աշխարհամարտում ուրիշ էր։ Այդտեղ չկար։ Այդտեղ Ճապոնիա, Իտալիա։ Հա, տնտեսական ինչ որ օգնություն տրամադրում էր Թուրքիան Գերմանիային, բայց դա ուղղակի առևտրական նպատակ ուներ, դա ինչ որ հատուկ ինչ որ դաշնակցային կապեր չունեն։ Մի խոսքով, բայց մենք տեսանք ինչ եղավ։ Ասում են, ոնց կարող ես Գերմանիային աջակցել, բայց հենց Թուրքիան էր, որ Գերմանիայի դեմ պատերազմ հայտարարեց փետրվարի 1945 թվականին, այդ պատերազմի ավարտին ինչքան է մնացել։ Եվրոպայում ավարտեց մայիսին, չէ։ 3 ամիս էր մնացել ու նոր պատերազմի մեջ մտավ Գերմանիայի դեմ։ Արդեն տեսավ, որ Գերմանիայի արդեն լրիվ անկում ապրում, նավը սուկում է, նոր թռավ, ասենք, հենց տեսնել մի բան լիներ, կարող է նոր շողոքորթեր Գերմանիային, փորձեր ինչ որ Գերմանիայի դաշնակիցը լինել մի բան անել։ Բայց գերմանացիները դա հասկացել էին Թուրքիայի վտանգը ապագայում իրենց ծրագրերի համար։ Այնպես որ այս մայլի շեղվեցինք այդ երկրորդ աշխարհամարտի, բավ ուղղակի ուզում եի ասել թուրքերի վարած քաղաքականությունը այդպեսին է, իրանք չեզոք sense սուսուփուս կհետևեն, նոր ցածկեն, երբ որ տեսնեն իրենց շահերից ինչ որ մի բան բխում է, այդ չեն կարա մեղադրանք, իրանց տեսակետից դա օգտակար է։ Ու դրա համար կարողացան, չէ, այսքան տարի մեծ պատերազմների մեջ չմտնեն, միայն sense ողքից մի բան կորզեն, մի բան վերցնեն։ Նույնը արեցի չէ Սիրիայի պահով։ Բան չէ, Սիրիայի մեջ Ասադի դեմ պատերազմի մեջ չէ մտնում, հենց Ասադը թույլացավ, այդ ռեժիմը չկա, նոր սկսեցին հյուսիսային Սիրիայի վրա հարձակումներ անել։ Դա միշտ տենց են արել։ Նույն բանը այստեղ, ինքը ոչ մի բան չի։ Ինքը ինչքան կարող որքան հնարավոր է խուսափելու է, երբ տեսնի Իրանը թույլանա, նոր մի բան կանի, հա։ Այս պահին բայց չի անի, ձև չկա։ Ես տենց եմ կարծում։ Այս իրականում արդեն որտեղ ասում էիր, ասենց ոնց որ աչքերիս առաջ այդ պատմությունն էր անում, արդեն 1000 տարուց ավել տարածաշրջանում է Թուրքիան ու միշտ տենց է եղել։ Սպասել է ինչ որ մի հատ պահի, երբ որ հարմար առիթ է եղել ու մտել է ինչ որ իրան պետքա վերցնել դուրս է եկել, էլի, միշտ ջրից ինչ որ դուրս է եկել։ Հա, դա չես կարող, դա ասում եմ, մեղադրել, կարողանում են, անում են։ Այդ ճկունն է տենց իրանք հա դիվանագիտություն ունեն։ Մենք չափի շատ ասենք նվիրված ենք եղել մեր դաշնակցի, դա իրականում արիական բնույթն է տենց, չէ։ Ինչպես ասենք Գերմանիան էր հավատարիմ իր դաշնակիցներին երկրորդ աշխարհամարտում, մենք էլ միշտ մեր ով որ մեր դաշնակիցն է եղել երկու պատերազմներում, ցավոք սրտի մենք այդ երկու աշխարհամարտերում եղել ենք հաղթողների կողմը, բայց մենք իրականում հաղթողների պարտված ենք եղել։
Համ առաջին աշխարհամարտում, համ երկրորդ աշխարհամարտում։ Չէ, հաղթող կողմն ենք Անտանտի, չէ, բայց ինչ ստացանք դրանից։ Ոչ մի բան չստացանք։ Բայց տոկոսային հարաբերակցությամբ երևի ամենաշատ զոհ ենք տվել։ Կամ ամենաշատ զոհերից մեկը տոկոսային հարաբերակցությամբ այդ երկու աշխարհամարտերում ոչ մի բան չստացանք։ Իրանք էլ հակառակը, իրանք ոչ մի բան չեն անում, բայց հա շահում են։ Էտա, հիմա Սեմանում, բայց որստեղ ուղղակի խնդալու էր հիմա ամբողջ տարածաշրջանը բռնկվում է, ամբողջ աշխարհը հիմա կարա խառնվի այս պատերազմի մեջ, Եվրոպաներ կարա մտնի, բայց այս հպաղականները ինչ են ասում, Հայաստանը ով էր իրանց ոչ մեկի անունը այդպես արդեն չգիտեմ, ինձ համար բոլորը նույնն են, բոլորը դավաճան են, դրա համար ես արդեն անուններ չեմ հիշում, բայց ինչ որ մի հպաղական էր էլի, այդ նյո բոլշևիկ, ասում է Հայաստանը ոնց ճիշտ հիշեմ խոսքերը, Հայաստանը կղզյակ ասած, խաղաղության կղզյակ էր, հա, այդ է հիշել, խաղաղության կղզյակ է այս ամբողջ տարածաշրջանում, սրանք մի թուղթ են ստորագրել, մի Բաքվի բռնապետի էր, մի ասենք հայ արունը տնչացող մեկ էր, նա թուղթ են ստորագրել մի տարի առաջ, ինչ մի տարի, 6 ամիս առաջ, ու վերջ, կարծում են հարատև խաղաղություն են բերել, սրանք այսքան տահաս են, այսքան ապուշ, ու լիքը մարդկանց միամիտ էշեշ հավատում է սրանց, ասում է կղզյակ, հեսա կտեսնենք իրանց այսպես կոչված խաղաղության կղզյակի հետ ինչ արինի, ես ցավով եմ ասում, չեմ շատ կուզեի իրանք ճիշտ լինեին, բայց սա չի համապատասխանում իրականությանը։ Ակ այս բանին փառք առաջի մենք այս ժամանակը տվել է կայուն այս ժամանակաշրջանը տվել է մեզ, հատկապես մեզ հայ ազգայնականներից, որ ինչպես ասել եմ, որ մենք նորից շունչ քաշենք, նորից կազմակերպենք, ստրատեգիա մշակենք, պատրաստենք հաջորդ ռաունդի, ինչպես բռնցքամարտիկը ռաունդերի միջև պատրաստվում է, չէ, հաջորդ ռաունդի, նույնը մենք, բայց դրանք դա չեն հասկանում, որովհետև պատմությունը այտենց իրադարձություններով չեն անում, ունակ այդ պահի մասին եմ մտածում ցավոք սրտի։ Այլ ոչինչ, եթե սովորական հասարակությունը, սովորական քաղաքացի անում է, դա ներելի է։ Ուղղակի ներելի չի, երբ որ ամբողջ վերին խաղն է քաղաքական այդպես տահաս մտածում, դա է աբսուրդ։ Ես կհասկանայի, եթե բնակչության 90%-ը այդպես մտածի, հասկանալի է, լավ։ Չեն կարա ամբողջ ազգը չի կարա նստի, մտածի ապագայի մասին, այդպես վերլուծի, չէ, ամեն մեկ իր գործով է զբաղվում, չէ, բայց եթե իրանք պատասխանատվություն են կրում, երկիր են ղեկավարում, ինչով են զբաղված։ Գնա համերգներ է տալիս Թիֆլիսում, զարմանում եմ ուղղակի։ Դա ապացույց է, որ իրականում իրանք չեն ղեկավարում երկիրը, իրանք ուղղակի դրածոներ են, խամաճիկներ են, իրականում ղեկավարում են վերևից, Կրեմլից։ Իրանք դրա համար sense անհոգ են, ստեղ մի բան անում են, որովհետև գիտեն իրանք չեն ղեկավարները։ Իրանք ուղղակի կառավարվում են Մոսկվայից, դրա համար իրանք մտածելու բան չունեն։ Ինչ վերևից գա, իրանք այտենց կանեն ու անելու են, ցավոք սրտի։ Հա։ Այստեղ ագի նոր մարդ է միացել, ոնց է։ Սկսես ոնց ռանգերնես, մեկ ուզում եմ այդ հարց տա, ոնց է։ Ինչ եղավ։ Բարև ձեզ, Հա, ողջույն ձեզ։ Հայկ Նազարյան եք, Այո, այդ կներկայանաս եղբայր։ իմ անունը Տիգրան է, Հա, ուրախ եմ, որ երկրից ես։ Հայաստանում։ Հա, Հայաստանում ես։ Ինչ հարց ունես։ Դե пока չես, просто ուզում եմ ասեմ, դե просто հասկանամ ինչ է դե։ Հա, վաղուց ես հետևում մեր ալիքին։ Просто недавно подписать արել եմ всё։ Ռուսերեն ես խոսում։ Լավ չլսես։ Դե ես հայկական եմ խոսում, բայց կես ու կես։ Ռուսաստանում ռուսերեն խոսում, հայկական խոսում։ Հա, ես դա ռուսերեն չգիտեմ, ծամել ուզես սովորել։ Մի բա փորձեցի սովորեմ։ Բայց իսատ բրատ։ Հայերեն խոսում։ Թող հայրություն է դա։ Չէ, ես ուղղակի ստրատեգիկ իմաստով էի ուզում, բայց հենց տեսա, որ ռուսները չեն ուզում գալիս այստեղ նա չեն փորձում հայերեն սովորեն ու Հայաստանը վերաբերում են որպես ռուսական գաղութ, այդտեղից որպես բոյկոտ ասացի, ես ռուսերեն չեմ սովորել, օկուպանտի լեզուն չեմ ուզում սովորել։
Դրա համար տես չսովորեցի։ Բայց տարեր բաներ հա տես ճանաչում եմ, էլի կարամ երևի տես նշաներ կարդամ բանանեմ, բայց քանի որ կազմակերպության ահա քանի որ կազմակերպության անդամի տղերքը գիտեն ռուսերեն, երբ բան պետք լինի, ես միշտ իրանց հարցնում, ահա կարևոր է անգլերեն գիտեմ միջազգային լեզու, այս բանը ինձ երիքա։ Բայց դուք Երևանցի եք։ Շեխ, դե ծնողներս հա, բայց ես 10 տարի առաջ եմ Հայաստան տեղափոխվել։ Երևի նոր ես միացել, հա, բանին։ Կարող ես մտնել մեր կայքեջ, սա բոլորին է վերաբերում, կարող եք մտնել մեր կայքեջ, այդտեղ մեր մասին բաժինը կա, այդտեղ կարող եք ուսումնասիրել, էլի, եթե նոր եք լսում սա, նոր եք մեր մասին իմանում, կարող եք մտնել մեր կայքեջ, ուսումնասիրել, այդտեղ ամեն ինչ կա, մեր ծրագիր, հավատամք, մեր մասին բաժինը, մեր գրառումները, մեր հոդվածները, ամեն ինչ կա։ Կարող եք հետո կապի մեջ մտնեք, մեր հետ կապ հաստատեք։ Մի խոսքով ուզում եմ ասել նորից բոլորին, որ հա, ինչ որ այսքան ժամանակ որ մենք ասում ենք ճգնաժամա գալու, այդ օդից չենք ասում, ծտից չենք ասում, իրոք գալու է, ու մենք դրա համար պետք է պատրաստվենք։ Այս ընտրությունները կրկեսը, ընտրությունը չէ, սա կրկես է, դավաճանական մի կրկես, խամաճիկներ, բոլորը դաբրոն ունեն Կրեմլից, բոլորը օտար երկրի, բոլոր կուսակցությունները դավաճան են, սա բացահայտ պարզ ասում եմ, ով ինչ ուզում է թող կարծի, բոլոր քաղաքական գործիչները, որոնք այս համակարգի մաս են, բոլորը դավաճան են, գիտակցաբար, թե անգիտակցաբար, բոլորը սպասարկում են թե ռուսների, թե թուրքերի, թե ջհուդների, թե բոլորի շահերը միասին, ծախել են հայ ազգի շահերը շատ վաղուց, սրանք բոլորը բոլշևիկների ժառանգներն են, այն նույն թրքասեր դավաճան բոլշևիկների, որի դեմ Նեժդեն էր պայքարում 100 տարի առաջ, այս նույն ճիշտ է, նույն բոլշևիկների ժառանգները այսօր մեր ամբողջ քաղաքական դաշտը, մեդիա ոլորտը, բիզնեսները ամեն բոլորը բռնազավթել են, սա դառը իրականություն է։ Ու ես այսքան ժամանակ հա կարող է եղել են sense կիսատ պռատ ասեն, բայց sense հստակ չեն ասում ոչ մեկ, մենք պարտավոր ենք ասելու որպես հայ ազգայնական շարժում, հայ ազգայնական կազմակերպություն, սա է մեր գլխավոր, ասենք ներքին խնդիրը, որ մեր ամբողջ երկիրը այս քաղաքական դաշտը լրիվ գրաված է, լրիվ զավթած է այս սրիկաների կողմից, ու դրա համար է այս երկիրը գնում դեպի անդունդ, ցավոք սրտի։ Մենք դրա համար պետք է պատրաստ մեզ մի շանս մնացել, այդ ճգնաժամային փուլը որ գա, մենք պետք է դրան պատրաստ լինենք։ Դրա համար անընդհատ հորդորում եմ, ով լսում ասա, ով նորա մեր մասին իմանում, որ մեր հետ կապ հաստատի, եթե երիտասարդ է հատկապես ազգանական է իրեն համարում։ Մեր նմանները պետք է մի կառույցի, մի դրոշի շուրջ համախմբենք ու պատրաստենք այդ աննախադեպ իրադարձությունների համար։ Սա շատ կարևոր է։ Սա մեկը հարց կար ոնց ուզում էր տա, թե չէ։ Հա։ Այդ է, ուզում եմ մի բան էլ ասել։ Ալիքում թուրքերն են արդեն շատանում կներես Հայկ ջան։ Հա, թուրքերը շատանում։ Հա։ Թող շատանան։ Չխանգար են զելի։ Որ խանգարեն, հա, այս մեկը թուրք է, այս գելվրո, այս սրիկան, այս ինձ գրել էր։ Հա, թուրքերը շատ են բանանում, մտնում են մեջից բան, ռուսները, թուրքերը, ջհուդները ու վրացիները։ Հիմնական այնտեղ էլ հավաքվում են, էլի։ Հա, դե ուրիշների մոտ կլինի, ասենք, կա, չէ, թուրքերը, ասենք, դաշնակների դեմ կգնան դաշնակների բաների տակ կգրեն, ասենք, դաշնակցանը կփնովեն։ Բայց մեր մոտ ոնց որ բոլորն են դուրս գալ, համ ջհուդները, համ թուրքերը, համ ռուսները, նաև վրացիները։ Ասենք ուրիշ ազգակերպություն շատ է, որ ասենք բոլոր այդ բաները դուրս գան մեր դեմ։ Ու հետաքրքիր է, ամբողջ համացանցում այսքան տարիներ ակտիվ լինելով, ես մենան այդ 4 ժողովրդից եմ տեսել այդպես հակակրանք մեր նկատմամբ։ Այդքան որ մենք ասում են, չէ, մերոնք ֆաշիստ, նացիստ, բան ֆոբիա ունեն, չէ, ասես ֆաշիստ, բայց երբեք ինչքան շփվել եմ եվրոպացիների հետ, կարող եմ քանի
քանի հատ ապուշ լինեն, որ մեր դեմ ինչ-որ բան ասեն, բայց հիմնականում Եվրոպայում ազգայնականները, այս չակերտների մեջ ֆաշիստները, իրանց բոբո ֆաշիստները, այդ ինչպես ասել եմ, այդ սիրում են այս մարդկանց սևաստեն, չէ՞, այս պիտակներով։ Ինչևէ, բայց երբեք նրանցից էս հակակրանք չեմ տեսել հայության հանդեպ, հատկապես հայ ազգայնականության նկատմամբ։ Երևի ավելի շատ նրանք են մեզ աջակցում, քան ցավոք սրտի Սփյուռքում ապրող հայերը, որոնք հուդայականացված են։ Այդ ցավով եմ ասում, մեր Սփյուռքի մեծ մասը, նոր Սփյուռքում ապրող քաղաքական այտենց ակտիվ մարդիկ նորմալ մարդ չեն հանդիպել։ Իրանք են ում ես ճանաչեն, բոլորն են դավաճան։ Բոլորին ջհուդներին ծախված։ Էսա կարևոր։ Խենք մենք շեշտում էլի այս հակասիոնիստական դիրքորոշում բռնում, որովհետև ես համոզված եմ, որ եթե մի շարժում, եթե չունի հստակ հակասիոնիստական դիրքորոշում, ինքը վաղ թե ուշ կամ ինչ որ ձևով կոռումպացվելու է ջհուդների կողմից։ Դա միշտ տենց է եղել։ Դա մեզ համար ոնց որ վահան է։ Մեզ համար պաշտպանի շերտ է ստեղծում, որ մենք չկոռումպացվենք։ Ու այսօր խոսել էի դաշնակցության մասին, նաև ավելի շատ վնաս է տվել այս 130 տարի, հատկապես այս 35 տարում, քան օգուտ, թե Հայաստանում, թե Սփյուռքում։ Այս դրա մասին հետո կարող ենք ուրիշ անգամ խոսել, բայց ասածս այնա, որ այդ էլի շփվեցինք, բայց այդ ազգայնականներից, եվրոպացիներից ես երբեք վատ բան չեմ տեսել մեր նկատմամբ այս 20 տարի այս թեմաների մեջ լինելով on-line ֆորումներից սկսած, բայց վրացիներից, ռուսներից, թուրքերից, ջուրներից, այդ 4 չգիտեմ վրացիներն են, անընդհատ այդ մեջ չմտնում են։ Վրացիները գուցե այդքան շատ չէ, բայց հիմնականում հա ռուսների բաների մոտ կա։ Երբեք չեմ տեսել մի հատ ռուս ազգայնական մեզ գրի, ասի, մենք աջակցում ենք հայ ազգայնականներին։ Բայց ինչու են հույները գրում, ինչու են սերբերը գրում, ռումինացիները գրում, որ աջակցում են հայ ազգայնականությանը, բայց մեր այսպես կոչված մեծ դաշնակից երկիրը ինչու ռուս ազգայնականը չեն գրում, որ մենք ձեզ աջակցում ենք։ Մենք էլ ենք դեմ, որ օրինակ եմ ասում, դե հիմա պետք է ենթադրաբար ասում թող լինի, բայց ինչու չլինի, հասկանում ես։ Որով իրան չկա, հա, ոնց ասում չկա իրանք այսօր ապաշտ են, բայց քան որ մարդիկ ասում են ռուսները ասածս այնա որ հետսի այդ միֆը կոտրում է, որ մարդիկ ասում են, որ ռուսները մեր դաշնակիցն են, բայց այսքան ժամանակ ինչու մի հատ ռուս բան չի եղել, ազգայնական բան, որ ասի, ասենք, հայ ազգայնականներին աջակցում ենք։ Մենք այնպես չի որ sense հակա ինչ որ ռուս ազգի դեմ քարոշություն ենք տանում, որ sense ռուսներին ժողովրդին ենք տենց կպտում։ Մենք քարոշության մեջ պետությանն են կպտում, չէ՞ Կրեմլին են կպտում։ Այդ իրենց կայսերապաշտական նպատակներին են կպտում։ Մենք երբեք չենք կոչանում Հայաստանում գնացեք ռուսներին, մենք այդ բանը չենք անում, մենք այտենց խուլիգանություն բանը չենք հարոզում, էլի։ Բայց եթե լիքը ռուսներ կան, չէ՞, Հայաստանում ապրող Պուտինին դեմ են, Պուտինի վարած քաղաքականությանը։ Ինչ, ասենք լավ, չկա մի խումբ այտենց ռուսներ ազգայնական, որ իրոք իմանան, որ իրանց իշխանությունը լա, ասենք ջուրների կողմից բռնազավթած, բայց ուզենան ինչ որ հայերի հետ համագործակցել կամ հայ ազգայնականներին տեսնեն որպես դաշնակ։ Այս բան չկա իրանց մոտ, հասկանում եք, բայց Դից ապացույց է, որ մենք չենք կարա, հատկապես այս ներկա Ռուսաստանի հետ ինչ որ դաշնակցական ինչ որ հարաբերություն ունենալ։ Իրանք միշտ մեզ նայելու են որպես գաղութ, բայց այդ միշտ այդպես են վերաբերվելու, որ մենք իրանցից ցածր ենք։ Այտենց էլ կա, բայց հույների մոտ, ռումենացիների մոտ, լեհերի մոտ, գերմանացիների մոտ մենք խոսում ենք, այդպիսի բան չկա։ Իրանք մեր հետ ոնց որ հավասար եղբայր են նայում, էլի։ Դա կարևոր, դա իսկական դաշնակիցը, ոչ թե քեզ նայե որպես ստրուկ կամ ինչ-որ գաղութ։ Դա ցավոք սրտի։ Ամբողջ սովետի գաղափարախոսությունը հենց դրա վրա էր հիմնված, այսինքն Մոսկվան կենտրոններ ղեկավարում է մնացած ազգերին, մնացածից էլ բարձր է իրան դասում, այսինքն բոլշևիկյան համակարգն դրա ժառանգորդն է, սերունդն է, տարբերություն չկա էլի։ Ոնց այն ժամանակ նույնը լինի։ Հա, միանշանակ։ Հա, դա այն ժամանակ ասում եմ, սովետ, բայց բարձր գերիշխող, ասենք, ազգը այդ ամբողջ կայսրության մեջ ռուսներն են, ամենը ռուս, բոլորը պետք է ռուսերեն խոսեին, չէ՞, ինչու ոչ։ Եթե այսպես խորհրդային միությունն է, բոլոր ազգերը այսպես ասած հավասար են, ազգեր գոյություն չունի ըստ կոմունիզմի,
չէ, աթեիստական անցեղ մի գաղափարախոսություն է։ Բա ինչու են ստիպում, որ բոլորը ռուսերեն խոսեն։ Ինչու են ասենք պարտադրում, որ բոլորը ռուսերեն սովորեն։ Բա դա չկա տարբերություն չկա, դե թող ամեն մեկը իր լեզվով խոսի։ Այդպես բան են էլի, երկերեսանի են, իրար հակասող sense բաներ կանեն։ Այդ են կոմունիստները։ Այսօր գրառում արեցի, որ 35 տարի առաջ էր, չէ, 91 թվին Լենինի արձանները տապալեցին, բան արեցին, հա, արձանները տապալեցին, շատ լավ արեցին բնականաբար, բայց ցավոք սրտի այդ նույն մտածելակերպը, նույն աշխարհայացքը, նույն գաղափարախոսությունը մինչև այսօր իշխում է մեր երկրում։ Համադրված դեմոկրատական կապիտալիստական պիես արժեքների հետ, ոնց է միքսը արվել հետ, ավելի վատացել է։ Ուղղակի լրիվ տարբեր նոր ձևաչափով 21-րդ դարին համապատասխան, բայց նույն բանն է, էյությամբ նույն, ասենք, մարտիկ է։ Այդ ոնց որ ասացինք, այդ բոլշևիկների ժառանգներն են։ Ոսը սա պետք է մեր հայրենակիցները հասկանան, որ այդ մարդիկ ասում են, չէ, շատ են սիրում ասել, դե բոլորը նույնն են, ինչ տարբերություն, հա, բայց հասկացեք, ինչու է այդպես։ Ինչի են բոլորը նույն, ինչի համար են բոլորը նույնը։ Ոչ մենակ դա ասելով չի, պետք է լավ վերլուծենք, լավ, ինչու են բոլորը։ Բոլորը ինձ թվում է բոլոր գիտակից ազգային մտածող հայրենասերները Հայաստանում հասկանում են, չէ՞, այդ պարշուշմարտությունը սխալ է։ Բոլորը տեսնում են, չէ՞, բոլորը նույնն են սրանք։ Բոլորը սրիկա են, բոլորը խապում են։ Իրավ ինչու։ Դրանից վերլուծես, լավ, ուրեմն սրանք այս նույն համակարգի ծնվածներն են, դրա համար են նույնը, նույն գործարանի, նույն բոլշևիկյան գործարանի արտադրած ռոբոտներն են, այսպես ասած, դրա համար իրարից չեն տարբերվում։ Ամբողջ դաշտը իրանք վերցրել են, զբաղեցրել են, որ մեր նման մարդիկ մնան sense մարգինալ, մնան sense ծայրամասերում։ Այդ է, սրանք ինչ են, չեմ ուզում անունները տամ, բայց էլի տես բուծվել են իբր sense տարբեր բաներ են, էլի իբր sense ազգային բան, էլի նույն այդ համակարգից։ Ու այդ էլի անունը չեմ ուզում տամ, ամը չեմ ուզում իրաց գովազդեմ, բայց տեսա sense YouTube-ում ես մի տարի է ակտիվ բան են։ Լավ նյութեր են պատրաստում, հա, բան չունեմ ասելու, փաստավավերական ֆիլմեր, չեն այդ բաներ կան, որ անհեթեթություններ մի քանի ինչ որ հաղորդումներ կար։ Ինչևէ, բայց ընդհանուր առմամբ լավ sense պատրաստված փաստավավերական ֆիլմեր, մեր հերոսների, մեր պատմության մասին եւ այլն, տարբեր վերլուծություններ 80-90% լավ էր ինֆորմացիան, բան չունեմ ասելու։ Ու լավ էլ որակով սարքած։ Ու ես զարմանում եմ, լավ, այս մարդը, ու այդ մարդն ինչ որ մի քաղաքական շարժման անդամ է եղել, այսպես կոչված սրբազան պայքարի։ Ու հիմա այդպես հաղորդում եմ, հետո ասում են, լավ, այս մարդը որտեղից ֆինանսը ստա, որտեղից այս ֆինանսը ստանում, որտեղից այս աջակցությունը։ Ուրեմն, որովհետև ամեն մի տես փաստավավերական ֆիլմի համար $2000 առնվազն փող է գնում։ Հենա մենք մեր քայլերքը պատրաստել տվեցինք, հազիվ մի կերպ կարողացանք գումարը տանք, ինչքան է ստաց, $1600։ Մի քայլերքի համար 4 րոպեանոց քայլերքի համար։ Դե պատկերացրեք մի 40 րոպեանոց ֆիլմի համար լավ մոնտաժ արած, լավ նկարներով ստուդիայում, դա մի առնվազն $3000 է գնալու։ Ինչ էր կողել, կարող է դա քիչ լինի։ Ու շաբաթը 1-2 հատ պատրաստում են։ Այս մարդը դասախոս է ընդամենը։ Լավ, որտեղից, կամ ծնողները շատ հարուստ են, օրինակ եմ ասում։ Գուցե կարա դա լինի, բայց ես կասկածում եմ, ուրեմն շո մի բան կա այստեղ։ Ու այդ տեսա այդ մարդը կուսակցություն է ստեղծել։ Ուրիշ մեկն էլ կա այդ նույն նման ալիքով, լավ sense բարձր որակի պատրաստած տեսանյութեր, սարքում ամեն շաբաթ տեղադրում, ես էլ կասկածել եմ։ Ու տեսա իր հետ էլ է կուսակցություն ստեղծել, այսինքն ինչ է կատարվում։ Սրանք օլիգարխներ, մեդիա բարոն այդ օլիգարխներ մոտենում են, ասում են, էսա sense փող կտանք ամիսը, չգիտեմ, $10-20 հա, 100% չգիտեմ, ենթադրում եմ, որ sense է կատարվում, տրամաբանական է, էլի։ Մոտենում են, փող են տալիս, ասում են, էս sense լավ բաներ պատրաստի, հետևորդներ հավաքի, այդ լավ բաներ տարածելով, չէ, որովհետև նման նյութեր, նման ֆիլմեր տարածելով պատրաստելով դու հագին բաժանորդագրեր ձեռքը բերես այդ մարդն ամեն մեկն մի քանի տասնյակ հազարավոր բաժանորդագիր է ձեռք բերել ընդամենը մի տարում ու հետո ճիշտ բան մեր համար մի հատ կուսակցություն կբացես մեր համար կվարես օրինակ մենք այդ ստվերում կաջակցենք մենք այդ ստվերում ամեն ինչ կղեկավարենք ու իհարկե որտեղից են այդ մեդիա բարոնները իրանք էլ ավելի վերևից են ստանում այդ հրանքը կրեմլից են ստանում Ասում սրանք լավ լրիվ իրար հետ կապված են այդ բոլորը։
Ոս դրաման եմ սիրում ես ընտրությունների ժամանակ, որ բոլորի դեմքը լրիվ բացահայտվում է։ Ու ասենք տեսնում եմ ուսակցությունները ստեղծվել են, ու մի հատ էլի չեմ ուզում անուններ տամ, բայց մի հատ իբր հակառուս դեմք մի դաշինք միացել է այդ կուսակցությանը, այդ մարդուն, որը պարզ ասենք ռուսամետ է։ Ես 20 տարիներ շարունակ 20 տարուց ավել այդ մարդը հակառուսականություն են քարոզում, ոնց եղավ վերջը գրանցիկ միացակ ինչ որ ռուսամետ ուժին։ Որովհետև դա էր դες, այդ ոնց որ ռուսական տիկնիկները կան, Ինչ է դա տղեկ, ասեք այդ տիկնիկների անունը ինչ է, այդ որ տիկնիկը տիկնիկի մեջ է ասած լինում։ Matryoshka. Մազիրուշկա։ Չեմ կարող այդ անտեր բառը ասեմ։ Հա, էտա Հայաստանում էտա, նա ամես ով հա, մեկը մյուսից իրար հետ կարծում ես պրծել ես չէ, էսել է։ Կարծում ես հակառուս չէ, էսել է, էլի նույն համակարգից, նույն համակարգից։ Բա, ասենք 200 տարի է իրանց ճիրաները խրել են էս մեր ամբողջ երկրում, մեր ամբողջ քաղաքական դաշտում, բա ինչ սպասենք դրանից։ Մի խոսքով, ասած ասենա որ մենք պետք է հասկանանք, ասենք ինչ ա կա, մենակ ասելով չի, դա բոլորը նույնն է, բոլորը սրկան չէ։ Այդտենց որ ասում են դատարկ, դա ուրեմն ստացվում է, դե մենք մեր հայ ազգն է ուրեմն այդպես թերի փչացած, որ անընդհատ սրիկա, չէ։ Պետք է հասկանանք, որ քաղցկեղ կա այստեղ։ Պետք է հասկանանք, ոնց որ մեկը մարդ լինի, հետո ասի, բան, վատ է ազգում, բայց երբեք մի հատ գնա բժիշկի, մա բժիշկը նայ լավ ինչ է քո խնդիրը, քաղցկեղ ունես։ Դու թե նորմալ մարդ ես դու, էլի, նորմալ առողջ ես ծնվել, առողջ ապրել ես, ինչը մի բան եղել է, քաղցկեղ ես ստացել կամ չգիտեմ, վիրուս ես կպել դրա համար։ Հիմա նույնը ոնց որ էսա, նորմալ ազգ ենք, չէ՞։ Ինչ է եղել, որ մենք սենց ենք դարձել։ Ուրեմն մեր մեջ վիրուս կա, չէ՞։ Որ սենց էս օրի ենք հասել։ Որովհետև այս ամեն ինչը բնական չի, այսի բնական հայի էությունը չի, այս ինչ որ կատարում է, այս արհեստական բան է։ Այս արհեստական այս երևույթն է, որ մեր ամբողջ երկիրը, մեր ամբողջ պետությունը տանում է կործանման։ Էտա, բայց ես վստահ եմ, որ ես կարող ենք, չգիտեմ, լավ է վերջի միտք ասելուց առաջ մի հատ հարցեր կան, ես մեկ ուզում եմ հարց տանեմ։ Այս լավ պրոֆիլի նկար է եղբայր, հետո ուր գնաց։ Հակոբ ինչ էր այդ մարդու անունը։ Ողջույն եղբայր։ Հա, այդ ազգանն է մոռացել է, հա, շատ կարքին տղեր, ասել է բաներ, չէ։ Ասալայի անդամներից էր 10 տարի։ Հետո հիվանդությունից ինչ որ։ Այս թվում է Մոսադ իրան թունավորել։ Ես էլ եմ մոռացել։ Չէ, քաղցկեղից եմ ասել։ Դա շիգրես էլի, նես Տակյանն է, չէ՞ կարծեմ։ հա, ոնց որ, հա։ Չէ, այ ջան թունավոր է։ Հա գիտեմ, ախպեր, ուղղակի չգիտեմ էլի, մեկ կասկածում եմ, որ տես մտածում եմ տեսակ զենքեր ունեն, որ կարան այնց անան, որ մարդ քաղցկեղից իբր մահանա, էլի չէ։ Այ ջան ջուրները ամեն ինչ էլ ընդունակ են, հնարավոր է։ Հա, ეხորան այդ ինչ է, ախպեր նոր եմ քո այդ խոսունակ ներկանաս։ Ազատ Հայաստանից ես։ Հայաստան եմ, Սուրիա եմ ծնվել մեծացել։ Հա, քանի տարի է այստեղ ես։ Արդեն 6 տարի է մոտավոր։ Հա, շատ լավ։ Հա, ես արդեն 10 տարի է։ Հա, ուրախ եմ, Արևելահայերը երևիստեղ ավելի շուտ ստորել, հա։ Ոչ։ Աստե շատ եմ խոսացել, նենց համ եղել, բայց դա հիմնական գրականություն է, որ կարդացել եմ, էլի արևելահայերեն ա եղել։ Հա, շատ լավ։ Ապրոս եղբայր։ Չէ, հարց ուներ եղբայր։ Հա, մի հատ հարց էլի։ Հա։ Կուզեի իմանալ ոնց է հոսանքը կամ ընդհանրապես հայ ազգայնականությունը վերաբերվում քրդական ազատագրական շարժմանը։ Այս առհասարակ եթե մեր հողերի վրա աչք ունեն, մենք նրան բարձր բացասական ենք վերաբերում, բայց եթե թուրքերի դեմ ուզում են ինչ-որ գործողություններ անեն, դրան նայած էլի, նայած ինչ կոնտեքստում, այդպես մի քիչ շատ ընդհանուր հարց է, այդպես ասենք, բայց եթե ապագայում ասա եղբայր դու ասա լավ։ Ասալան ու Մութե Մելքոնյանը սենց միշտ հասություններ ունեն այդ հարցի հետ կապված քրդերի ու հայերի համագործակցության եւ այլն։
քրդերը ու հայերը համագործակցում են միջև այն պահը, երբ որ իրանց ասենք միջ հայտնվում է թուրքերը, երբ որ թուրքերը հայտնվում են, քրդերն ու թուրքերն իրար հետ էլի sense ասած լավ հարաբերություններ են ձեռք բերում, դառնում են երեխական ու ստեղ էլի տուժողը դառնում են հայերը, որովհետև երկուսի նպատակն էլ երկուսի ցանկությունն էլ մեր հողերի վրա ինչ որ պետություն ստեղծելն է։ Թուրքերի մոտ հաջողվել է, ամեն դեպքում քրդերն էլ ուզում են իրենցից վերցնեն էլի մեր հողերը ու դրա վրա պետություն հիմնեն, որը երբեք չի եղել։ Հետո է ասում էլի Միջական թակավորությունը, միջական կայսրությունը, քրդական կայսրությունն է եղել։ Կամ էլ նույն Կորդուգինը։ Հա, համաձայն եմ, հնարավոր է, բայց երբեք չի տարածվել դեպի հյուսիս հայկական լեռնաշխարհ, իրանք միջին դարերում են արդեն կամած իրանց անուսումներով, այդպես կենթանիներով տեղափոխվել էլի։ Չէ, Վանի տարածքում էլ է եղել, Վանը քրդական քաղաքական կենտրոններից մեկն է եղել, ու հիմա էլ կա։ Ու Ասլան ու Մոնթեն այդ Վանի մեջ միակարծիք են եղել, իրանց կարիքների տարբերությունը ուրիշ տեղերում է ավելի շատ երևացել, երկուսն է քրդերի հետ համագործակցելու կողմնակից են եղել։ Դե հիմա այդ եմ ասում, շատ մի քիչ բարդ հարց է, որովհետև նայած էլի, նայած ինչ կոնտեքստում ասում, կարա մի բան լինի, հա, երբ որ մենք հզոր ազգային պետություն ունենանք, ինչ որ հարցերում կարողանանք քրդերի հետ համագործակցել ընդդեմ թուրքերի ինչ որ մի բան այդ ապագայում չգիտենք ինչ կարա լինի, հա, մեզ թուրքերը իրանց օգտագործել են մեզ կոտրելու համար այն ժամանակ, բայց հիմա չգիտենք ոնց կարա հետո հակառակը լինի, կանանք հետո մենք այս օգտագործել չեմ սիրում բառը, կանանք իրապես համագործակցենք քրդերի հետ ընդդեմ թուրքերի ապագայում, ինչ իմանանք, Դե բայց հայ ազգայնականները ու քուրդ ազգայնականները էլի համագործակցել են 1920-ականներին։ Հա, բան չասի։ Հիմա դա եմ ասում էլի շատ խառն է պատմությունը։ Բայց հիմա այդպես հիմա ուզում են սիոնիստները օգտագործեն քուրդերին Իրանի դեմ։ Չէ, այդ սիոնիստները ուզում են օգտագործեն, որպեսզի Իրանը փլուզեն, բայց իրան քրդերը շատ ված հարաբերությունների մեջ են։ Հա, գիտեմ։ PKK-ի Օջալանին սիոնիստներն են բռնել Ամերիկայի հետ։ Հա, դե առհասարակ ոչ մեկ լավ հարաբերության մեջ հрьяաների հետ չի լինում։ Այդ իրանց այդ ինչ որ երկարատև լավ հարաբերություն ունենալը ինձ անհնար է։ Դրանք որովհետև միայն լեզուն են հասկանում, դա փամփուշտի լեզուն է։ Հա, ինչ խոս։ Որ թիվն ես, եղբայր։ Ինչ։ Որ թիվն ես։ Քանի տարեկան ես։ Հա։ 2002։ Հա, լավ է։ Բան, եթե կարես մի հատ գրի, բայց անօթանանք։ Ես վաղուց ես հետևում մեր շարժմանը։ Ճիշտ ասած, մի քանի օր առաջ եմ իմացել, էլ ընկերներս են տենց ռեպոստ արել։ Հա, որտեղ եթե կարելի է իմանալ հողի, որ բան, որ հարթակում։ Փակ շատ ունենք հայկական սփյուռքի տեղ։ Շատ լավ։ Դե մի հատ գրի անօթանանք, եղբայր։ Եղբայր, նաև տենց ապաթից օգտվելով ասում որ ժողովներ են ունեն, կարաս մասնակցել ժողովներին, հետաքրքիր տեսակետներ ես ասում, հնարավոր քննարկենք, հասկանանք։ Դե հա։ Հա, հələ մի հատ գրի, հա, կխոսանք։ Էտա։ Ցավալի է, որ նոր ես իմանում, 4 տարի ակտիվ ենք, բայց ավելի լավ է ուշ կան երբեք, բայց կուզեմ էլի Հայաստանն էլ էլի հոսանքի հայացքների մուսալական չի համապատասխանում, ես ավելի ձախական եմ։ Հասկանալի է։ Դա դե մի խոսքով գրի կխոսանք, կպարզվի։ Okay։ Նույն նկարից Հակոբ Թարակչյանին նույն քրդերը էլի օգնել են, երբ որ ինքը քաղցեղով բարկացել էլի արյան, PKK-ի քրդերը գալիս են, իրան արուն էին տալիս, արուն էին հանձնում։ Հա, այդ գիրքը կարդացել ես Պայթուններ Թուրքիայում Հա, ոչ միայն։ Պայթուններ Թուրքիայում եւ ոչ միայն։ Ու մենակ այդ չէ ասել եմ ասած գրքերը արխիվներն էլ։ Հա։ Ուղղակի այդտեղ լավ է ավելի sense պատկերավոր է նկարագրում իրան դրա համար։ Շատ թերի ինֆորմացիա կա էլի։ Հա, դե գեղարվեստական է նկարագրած դրա համար Դե մենակ այդ չէ, դե որ կարդում ես նստավարությունը որպես Մոնթեյն ուզում են դավաճան թուրքական գործական ներկայացնել։ Թուրքական չէ, բայց ասում են վարկած կա որ կարող է սկզբում եղել է ինչ որ ԱԿՀՎ-ի բան, ամերիկյան հետախուզության բան։ Ներկայացնեն, դա էլ Կարո Վարդանյանն է գրում, ինքն էլ փողով գիր գրող է, իրան փողը տալիս են, ասում են սրա մասին գրի, նրա դեմ գրի, ինքն է գրում, էլի։
Այդ ամեն դեպքում համաձայն ես, որ այսինքն այդ տեսակետը համակարգ ես, որ ասալայի այդ տարածքը Մոնտեներ պայթեցրել թե ոչ։ Մոնտեն չի պայթեցրել։ Մոնտեի համախոհներից մեկն է այդ տարածքը պայթեցրել Դավիթ Դավիթյանը։ Մոնտեն այդ ժամանակ այդտեղ նույնիսկ չի եղել։ Եղավ, լավ։ Մոնտեն դե Այդ միայն արխիվներից կարանք էլի լրիվ ամեն ինչ բարձրացնենք, ինչ ա եղել, ոնց ա եղել, թե չսան շատ դժվար է։ Դիլական պետք է լավ sense մեջը խորանաս, այդ ամ բոլոր այդ փաստաթղթերը վերլուծես խորացել եմ, վերնայես։ կարդացել եմ համ Հակոբյանի գրածները, համ Մոնտեինը, համ այնտեղ Արտասահմանյանը։ Հա։ Ես մի հատ պատմաբան ընկեր ունեմ, ինքը տենց արխիվներում նայում էր, ինձ ուղարկում էր արխիվներից։ Դա հետաքրքիր է։ Հա ուրիշ հարցեր ունես, եղբայր, հեսա մի ժամը մոտենում է, քիչ-քիչ արդեն ավարտենք։ Դե այսքանն է էլի։ Հա, շատ լավ։ Եթե ինչ-որ բան կա, հա, այս գրի, խոսանք կապի մեջ կնենք։ Հա, եղավ, ապրես։ Ագե մի, հա, բան է ուզում ասել, էլի այդ մարդկանց, որոնք տեսնում են, ուրես ասենք ճարամ ասում, հավաք են կանում, ժողովներ են կանում եւ այլն, ասում են, «Ա դե գործ արեք», էլի, ասես։ Վերիքա, անընդհատ սրան պետք է անդրադառնամ, էլի կներեք էդ էլի եք լսում, բայց ուղղակի մի կարևոր բան եմ ուզում ասել սրա վերաբերյալ, դրա համար եմ նորից շեշտում։ Եվ ասում են, չէ, գործ արեք։ Ես շատ լավ հիշում եմ այդ, խեմ նոր հիմա հիշում, որովհետև Էրա 10-ելի համարյա 10 տարի է անցել։ Այդ 10 տարի առաջ ինչ էր, չէ՞, ՊՊՑ գունդը, որ Սասնատրեր կոչված խումբը գնաց գրավեց։ Այս ժամանակ շատ լավ հիշում եմ Ամերիկայում էի դեռ, հələ Հայաստան չի եկել։ Արդեն նոր է պատրաստում էի Հայաստան գալուն։ Այդ ժամանակ ես հիշում եմ բոլորը սկսեցին Պավլիկ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի պրոֆիլի նկարները օգտագործեն, մենք Պավլիկի հետ ենք, մենք Սասնածուր ենք եւ այլն եւ այլն։ Բոլորը աջակցեցին, չէ՞, հելան կարգը գործ են անում, հեղափոխություն են անում, բայց ով մի բան արեց այդ ամեն ինչից հետո։ Հիմա մեկը կա, որ Պավլիկին հիշում է, հիմա իր օրերը բանտում է անցկացնում։ Նրանցից մեկը, որ այն ժամանակ պրոֆիլի նկարները օգտագործում էր Պավլիկի, ինչ որ մեկը բան ասում է հիմա։ Այնա դե այդ իրանց ասած գործ արեց, որ մեզ ասում են գնացեք գործ արեք, հերիքա խոսեք, այնա մարդիկ գործ արեցին, բա ինչու՞ չեք իրանց աջակցում։ Ինչու եք բրախը կներեք բարիս համար։ Ինչու եք իրանց արհամարել հիմա, այսքան տարի անցել է։ Այդքան 10,000-ից ավել մարդ է պրոֆիլի նկարը, Պավլիկի նկարը օգտագործել։ Դրանցից մեկը էս պահին Պավլիկին աջակցում է։ Ինչ որ բանտում նստած է իր ընտանիքի համար մի բան անում, հա։ Մի մատը շարժում, հա։ Ասում ասեմ այդ մարդիկ այտենց ասում են։ Նա թող իրանք գնան մի հատ գործ անեն, նոր մեզ քննադատեն, որ մենք նա խոսում ենք կամ ինչ որ գործ չենք անում։ Մենք ոչ մեկի համար գլադիատոր չենք, ոչ էլ ուզում ենք էշ նահատակ լինենք ինչ որ մի անշնորհակալ զանգվածի ամբողջի համար։ Մենք ավելի կարևոր գործ ունենք անելու, այդ ուղղությամբ գնում ենք։ Մենք գիտենք մենք ինչ ենք անում։ Այդ Նազարյան։ Բայց խոսանքը ինչ անում է ոչ։ Ինչ գործ եք անում։ Եղբայր մենք փորձում ենք ազգայնական երիտասարդ սերունդին համախմբել մի կառույցի մեջ, կազմակերպենք, գաղափարապես պատրաստենք, գալիք, ասենք, մարտահրավերների համար ու այդ ուղղությամբ էլ աշխատում ենք։ Ինչը չլինի, լավ ձեզ հարց տամ, չլինի Հայաստանը մի հատ ազգայնական կազմակերպություն, քաղաքական, որ հստակ գաղափարներով շարժվի, հստակ իր դիրքորոշումը ազգայնական լինի ամեն կարևոր հարցում եւ այլն։ Ասենք չլինի մի հատ այտենց կազմակերպություն կամ կուսակցություն, քանի որ վարկապեկված բառա չեմ ուզում ասեմ, բայց ինձ թվում է Հայաստանին արժանի է նման մի Հայաստանը արժանի է նման մի շարժում ունենա, նման մի կազմակերպություն ունենա։ Ու երբեք դա չի տեսել։ Ու ինչ տեսնում էի, ծախված են եղել հատկապես Ռուսաստանին նման այլ, ասենք, օտար ուժերին, ոչ մեկը 0-ից ինչ որ մաքուր հիմքերով չի ստեղծվել։ Հիմա մենք այդ ենք ուզում անենք ու բավականին ասենք առաջընթաց եղել է այս 4 տարում, թեպետ ավելի շատ կարող լիներ, եթե տարբեր խնդիրներ չառաջանային, բայց մի խոսքով ասածս այնա, որ ինչ որ եթե անում ենք հիմա հերոսություն չէ, չեմ ասում ինչ որ անում ենք հերոսություն է, իհարկե ոչ, բայց մենք ընդհանրապես պարտն ենք կատարում, մի բան անում ենք։ Հիմա այդ մարդիկ եթե նստեն, եթե մեզ ասելու փոխարեն գործ անենք, ասելու փոխարեն իրան գային մի մատ շարային, մատը մատին տային, մենք հիմա ինչ կունենայինք, էլի։
ինչ վատ կլիներ, եթե մենք 100 հոգանոց կազմակերպված մի հատ անդամներով շարժում ունենանք համազգեստներով նույն գաղափարին, պատկերացեք այդ ինչ է։ Դա քիչ բան չի։ Կամ դա է ասում մարդկանց, եթե չեք սիրում իմ արած ձևը, դուք գնացեք ամեն մեկը կազմակերպություն բացեք, դուք էլ մի 10-20 հոգի ձեր շուրջ համախմբեք ու այդպես մի ցանց կստեղծենք ազգայնական, նոր մի բան կանենք։ Ասածս է դեր, Իսկ հոսանքը ինչքան մարդ է հավաքել ընդհանրապես, ինչքան մարդ կա Հայաստանում, որ հոսանքի գաղափարները կիսում է։ Գաղափարը կիսողները շատ կան, բայց հիմա որպես ակտիվ մենք ասել ենք, ակտիվ անդամներ կան աջակցողներ կան, համակիրներ եւ ընդհանուր հետևորդներ, դեսի այն դարը չի, 100 տարի առաջ, 100 տարի առաջ բոլորը ոնց որ պարտադիր ինչ-որ մի կուսակցության անդամ պետք է դառնային, ասեն այն ժամանակ Եվրոպայում այտենց էր, հիպերակտիվ էր, չէ՞, բոլորը գրանցում էին ինչ-որ մի, եթե համակիր ես, դու մի անգամից ասենք լավ, ուրեմն գրանցում ես այդ կուսակցության անդամ։ Այն ժամանակ այդպես է։ Հիմա լրիվ դարը փոխվել է, հիմա ով է ինչ-որ կազմակերպությանը միանում հանուն գաղափարի։ Այդպես բան չկա, կաջակցեն, կողքից կաջակցեն, համակիր կլինեն, բայց ինչ-որ sense ակտիվ բան, դա միշտ մի կորիզ է լինում, դա էլ անդամներն են հիմա դա ասում որ այս պայն եթե մենք կարողանանք այս պայն 15 հոգի ենք եթե կարողանանք այդ 30 հոգի դարձնենք երիտասարդ ազգանական գաղափարական կորիզ լինի դա էլի քիչ բան չի Հայաստանի նման բոլշևիկացված հուդայականացված երկրի քաղաքական դաշտի համար դա մեծ ձեռքբերում կլինի մի խոսքով ասածս այնա որ Այդ որ ասում են գործ արեք, հենա մարդիկ այն գործ են արել, հետո գնացեք իրանց աջակցեք։ Բայց հետո կասեն չէ, այդ գործի չի, այդ գործի մասին չի խոսքը։ Բա ո՞րն է ձեր ասած գործը։ Իրանք չգիտեն ինչ են ասում։ Մի խոսքով, այսը հա վերջնական ինչ որ բան կա ասելու հարցեր ավարտեմ։ Ինչ մեկը կար երևի տոնսը ձեռքը բարձրացրել էր։ Ես եղբայր։ Եղբայր, ողջույն։ Սա հարց ունես։ Բարև ձեզ։ Ես ճիշտ ասած չեմ թաքցնի, չեմ կիսում լիովին ազգայնական գաղափարները, սակայն ուզենայի մի փոքր դիսկուսիա անել, սակայն տեսնում եմ արդեն ավարտվում է, հա, ձեր մոտես եթերը։ Դե հա, փորձում ենք մի ժամի մեջ պահել, բայց եթե ինչ-որ բան ունես արագ ասելու կամ հարց տալու, կարող ես։ Իսկ դուք ո՞նց եք վերաբերվում են ազգայնական հայերին, ովքեր հավատացյալ չեն, օրինակ թեկուզ մուսուլման են։ Տենց ընկերներ ունեմ Պարսկաստանում էլի։ Հայ ազգայնական, բայց մուսուլման։ Շիա մուսուլման։ Ես չեմ հանդիպել, նախ ես դել եմ բոլորին ասում, ես մեր մոտ ով որ ուզում է անդամ դառնա, պետք է մեր գերագույն արժեքները, ազգ, հայրենիք, պետությունը պետք է ամեն ինչից վեր դասի, նույնիսկ կրոնից։ Ու դա ինչ խնդիր եմ տեսել, ովքեր ցունդ հավատացյալ են, թե քրիստոնյա, իրանք միշտ դեմ պարզ է ես դեմ չունեմ, ոչ մի բան չունեմ քրիստոնյաների դեմ բնականաբար, ուղղակի խնդիր է լինում, երբ որ իրանք սկսում են կրոնը ավելի բարձր դասեն, պետական արժեքներից, հայրենիքի արժեքներից եւ այլն, ու սկսում են ավելի շատ նման բաներ քարոզեն, քան ասենք ազգայնական գաղափարներ։ Իրանց համար ոնց որ, չգիտեմ, 5 կտակարանը ավելի սուրբ է դառնում, քան ասենք նժդեի գրածները եւ նման բաներ, ու դա միշտ կոնֆլիկտ առաջացնում։ Հիմա ես չեմ հանդիպել երբևէ մուսուլման հայ, բայց ես իրանց երբեք չեմ կարող կորիզի անդամ համարեմ։ Եթե ինչ որ մեր գաղափարներին համակրեն, մեր գաղափարները համակրեն ուզենան աջակցող լինեն, թող լինեն, բայց եթե ուզենանք կորիզ ստեղծենք, մենք պետք է միայն մաքուր ազգայնականներով, թե հեթանոս լինի, թե քրիստոնյա, դա թող երկրորդական լինի, բայց կարևորը մեր ազգային շահերն է, դա այս բանը մեզ Ես ձեզ կարամ անձնական գրեմ հետագայում։ Հա, եղբայր, կարող ես գրել ինչ-որ հարցեր կան։ Շատ եղբայր, իդեպ Սուրիայի հայերի մեջ շատ մուսուլմաններ կան նաև։ Հա, բան չասի, գիտե, դա Թուրքիայում էլ կան, չէ՞, համշենա հայերը։ Համշեները Սուրիայում էլ շատ կան, ու իրանք շատ հայրենասեր հայեր են, էլի։ Նիբար Օզանյանի գումարտակ կա Սուրիայում,
Այնտեղ հայ մուսուլմանները շատ կան ու իրանք իրենց արմատներին են հետ գալիս։ Բան չասի, դե նայ հիմա parza մարդիկ ինչու են մի կրոնի պատկանում, որովհետև այդ մի միջավայրում են մեծանում, այդ ընտանիքում են մեծանում։ 90%, 95%, 99% հայերի, որ ես քրիստոնյա են համարում, նրա համար են համարում, որովհետև մեծացել են քրիստոնեական ընտանիքում, քրիստոնեական երկրում, ու դրա համար իրանք քրիստոնյա են, parza։ Իրանք գիտակցաբար ոչ մեկ չի վերցնում Բիբլիան կարդում, ասում ո գիտես ինչ, ես ամեն ինչ իսկապես հավատում եմ, ես քրիստոնյա եմ։ Նույնն է իրանք մուսուլմանական միջավայրում մեծացել են, ասը տեսել են, այդ են մենակ տեսել, լավ էսել են մուսուլման, դա parza բնական բան է դա։ Ուզում ասեմ, եթե այդ ազգային արժեքները Դա պետք է ավելի բարձր դասում կրոնին ավելի բարձր դասում, դա կարևոր։ Եթե սկսում է, չգիտեմ, Քուրանից ավելի շատ խոսական Նժդեի պայքարից, Նժդեի գաղափարներից, օրինակ, այդ ինձ համար խնդիր է, այդ մարդը չի կարա, ասենք, միազգայնական շարժման անդամ լինել։ Այդքան բան, ես ուրիշ ասելու բան չունեմ։ Եղբայրս, ես մի հատ հարց ունեմ։ Մի քիչ շուտ եկեք, էլի հարցերը։ Միշտ վերջում եք գալ։ Ով է խոսում, ես տեսնեմ։ Ատարովն եմ ես։ Այա անունը։ Ոնց է։ Հա, եղբայր, ասա լավ։ Ես ոնց հասկանում եմ, դուք Նժդեին վերցնում եք որպես ձեր իդեալ։ Դե ոչ միայն իդեալ ասում եմ, օրինակ, որպես շատ օրինակելի կերպը բնականաբար։ Ժամանակակից դարում։ Հա։ Ես մի հատ հարց ունեմ Նժդեի հետ կապված։ Նժդեն միշտ ասում էր հայերին, որ երբեք չմոռանանք թուրքը ինչ արել ու չներենք իր արարքները։ Բայց այս ռեալներում մենք տեսնում ենք, որ ինչքան է թուրքերը վատն են իրենց ծննդյան օրից, ինչքան էլ իրենց սովորացում են ատելության մեր դեմ, ուրիշ ազգերի դեմ, մենք տեսնում ենք, որ կան թուրքեր, շատ թուրքեր, որոնք ասում են, որ համարում են, որ իրենց երկրի գործածը դա շատ վատ բան են արել։ Ձեր կարծիքով այդ թուրքերի հետ արժի շփվել, խոսալ, ընկերություն անել, աջակցել։ Այս գուշությունը։ Թե մենք լսենք Նժդեին ու իրանց էլ չներենք։ Բայց Նժդեը ասում էր ներեք այնտեղ, երբ որ ցենք իջացել են։ Նժդեը երբևէ չի ասել թուրքերին չներեք, նա շեշտում է թուրքերի ներել են ժամանակ, երբ որ քո դիմաց ծնկաչոք կլինեն, պատճառ կա թուրքերին, որ մեր դիմաց պիտի ծնկաչոք լինեն, ու երբ որ կլինեն ծնկաչոք, այդ ժամանակ արդեն կորոշենք ներել ոչ։ Բայց քանի որ թուրքական կառավարությունը ու մեծամասնությունը ծնկաչոք չի, մինչև հիմա էլ պաշտպանում է իրանց կատարած հանցագործությունները, այդ փոքրամասնությունների մասին մտածել դեռ շատ վաղ է։ Դա բացի դրանից ինչ էլ Նժդը ասած լիներ չլիներ, պարտարամաբանությունը, մեր ընդհանուր գաղափարախոսությունը այնա, որ մենք պետք է թշնամուն ներենք միայն պատժելուց հետո։ Դա է պարզ տրամաբանությունը ու մոտեցումը այս հարցում։ Եթե մենք կարողանանք իրենց արարքների համար պատժենք ու հետո իրանք ներողություն խնդրեն, նոր կներենք, բայց եթե սենց շարունակում են, հա, իրենց հակահայկական քաղաքականությունը վարել, շարունակում են մեր ողերիմ թշնամուն աջակցել, հետո մեր ողերիմ դաշնակցի հետ համագործակցել, հետ է ուզում ասել Ռուսաստանի հետ համագործակցել, ընդդեմ Հայաստանի, ընդդեմ մեր անկախ պետականության, ինչի մասին է խոսքը։ Իհարկե, այս բանը չեն կարող միայն այն բանը, երբ որ հա, մենք ուժեղանանք, նրանց հակահարված տանք, պատժենք, նոր կխոսենք այդ ամենի մասին։ Ես չեմ կարծում, որ չեմ ուզում պեսիմիստ թվալ, բայց ես չեմ կարծում, որ մենք ինչ-որ օր կկարողանանք վերադարձնել այն, ինչ պետք է։ Դե եղբայր, եթե միայնակ գործենք, իզոլացվենք, իհարկե ոչ, պիտի տարածաշրջանի պայքարող ժողովուրդների ու շարժումների հետ միանանք ու հակահարված տանք թուրքական պետությանը ու սիոնիզմին։ Իրականում տղեր ջան, շատ ցավ է, որ տենց ենք մենք մտածում, որ մենք չենք կարող ինչ-որ բան անենք, դա էլ ռուսական, թուրքական, այսինքն թշնամական ազդեցություն է։ Երբ որ մենք մտածում ենք, մենք ոչ մի բան ու չենք կարող ոչինչ անենք, շատ սխալ է։ Լայն ու ազատ մտածել էլի, մենք կարող ամեն ինչ, ուղղակի պետք է դրա համար
ամենաառաջինը մենք մեզ հավատանք, հետո նոր փորձենք ընկերներ գտնենք, թե արտաքին, թե ներքին հարաբերությունները կարգավորենք, մի քիչ լայն Միանշանակ։ մտածենք, ուղղակի։ Ոչ մի ազգ էս ոչ մի պետություն, որ հզոր պետություն ա դարձել, երբեք օդից հզոր չի եղել։ Բոլորը փոքր են սկսել ու հասել են դրան։ Իրանք ընդհանրապես նախկին պատմություն չեն ունեցել։ Մենք նախկին պատմություն ունեցել ենք, որ հզոր ենք եղել։ Այդ ցավոք հասել ենք այս վիճակի, բայց գիտենք որ էլի կարող ենք, քանի որ արդեն այդ պոտենցիալը ունենք, ինչպես ասենք, այս օրինակը սիրում եմ ասել, երբ որ մեկը նիհար է լինում, գնում է ծանրամարտով զբաղվում, մկանը ավելացնում տարիների ընթացքում քրտնաջան աշխատանքով, հետո ասենք, չգիտեմ, վիրավորվի ու ասենք մի տարի պարկի հիվանդանոցում չկարողանա մարզանք անի, հա, մկաները կթսկի, կիչնի մկաները, այդքան շատ գուցե չի իշնի, բայց կիչնի, լիքը մկանը կկորցնի, բայց ընդամենը մի ամսում կարա այդ դերևի մի քանի ամսում այդ իր մի քանի տարվա կատարած աշխատանքը վերականգնի։ Դա կոչվում է անգլերեն muscle memory, մկանային հիշողություն։ Այս ոնց որ մենք ունենք այդ հիշողությունը, մեր մկանային այդ հիշողությունը կա։ Դե մենք անցյալում եղել ենք հզոր, մի պասենց հիմա շեղվել ենք, մոլորվել ենք, թուլացել ենք, կապ չունի, ասենք մենք ունենք այդ ներուժը, ոնց որ զսպանակը սեղմվում է, հետո ունի ինչքան շատ է սեղմվում, այնքան շատ է ներուժը կուտակվում։ Նույնը ոնց որ հիմա մեր մոտ է։ Ուղղակի հա, ինչպես Թաթուլը ասաց, մենք պետք է հավատալ, ամեն ինչ այդ հավատից է բխում։ Ամեն ինչ այդ հավատից, այդ կամքից է բխում։ Ամեն ինչը այդ ինչ որ այդ Անգլիան, որ ամբողջ աշխարհը գրավեց, մի փոքր կղզի է, նա քարտեզի վրա տեսեք, մի փոքր կղզի է։ Աշխարհի 70%-ը գրավեց։ Հնդկաստանը գրավեց, ինչի մասին է խոսքը։ Եթե իրան կարողացան դառնան, մենք ինչու չենք կարող։ Հատկապես հիմա, ու սրանով կուզեմ ավարտեմ, գիտեմ մարդիկան հարցեր են ուզում տան, բայց չեմ ուզում շատ երկարի, մյուսին կարող եք միանալ հարցերը տալ։ Եթե շանս կա, ապա հիմա է շանսը, որովհետև աշխարհակարգը փոխվում է, այս ինչպես ասել եմ, ու վստահ եմ, որ այսքան տարի շես անընդհատ կրկնում եմ, որ այս աշխարհակարգը, որը ստեղծվել է երկրորդ աշխարհամարտից հետո, արհեստական, այս հուդայական աշխարհակարգը ինքնակործաման է գնալու։ Այս ինչ որ հիմա անում են սիոնիստները, ուզում են երրորդ համաշխարհային սկսեն, ինչ անում են, ոնց որ այս ամեն ինչը բումերանգի պես հենց գալու է իրանց հարվածելու, տալու է իրանց ամբողջ թղթե տնակը լրիվ փլուզի։ Ես դրան հավատում եմ, ամեն ինչ ոնց որ ուղիղ հենց իրանց է անդրադառնալու շատ վատ ձևով։ Հիմա նորից ասեմ, ես չեմ ուզում ինչ որ համաշխարհային պատրաստ լինի, ինչ որ էլի տնտեսական ճգնաժամ, բան, բայց մեր ուզելով չի, ուզել կամ չուզելով չի, փաստենով ամեն ինչ դրան է տանում, մեծ քաոսի կարա վերածվի, եթե ինչ որ շանս կա մեր հզորանալու, ապա մոտենում է, որ մենք կարողանանք նորից ոտքի կանգնենք ու պետք է դրանից օգտվենք։ Այդ աշխարհակարգի, երբ որ աշխարհակարգերը փոփոխվում են, այդ ժամանակ ամեն ինչ քարտեզներ են նորից գծվում, այդ ժամանակ կարողանում են մարդիկ հեղափոխականները անցնել գործի։ Ու այդ փոլը այդ ժամանակը նորից մոտենում է ու դա լինելու է ոնց որ մեր վերջին ժամանակը, մեր վերջին շանսը կներեք, որ մենք ոտքի կանգնենք ու այն Հայաստանի մասին, որ մենք անընդհատ երազել ենք, գոնե դրա առաջին կայծը մենք սկսենք հենց մեր պայքարով, մեր շարժմամբ։ Այդքան բան կուզեմ ասել, այնպես որ մի հուսահատվեք, այս բաներ պետք չի տարածեք ավելավա, այս բայի մասին ներկայով ապրեք, բայց վաղվա համար ապրեք, էլի։ Դա կարևոր է։ Ինչ որ անում եք, հիմա արեք վաղվա ապագայի համար։ Հա, ինչ որ Այստեղ լիքը մարդիկ կան, ովքեր որ հարցեր ունեն, ոնց հասկացա ձայնային զրուցանը փակում եք, բանը մյուս ձայնային զրուցան երբ է բացվելու։ Եղբայր նշում ենք ամեն կիրակ, ամեն չէ, կիրակի օրերը նայած որ ամսը մեջ քանի օր, բայց փորձենք ամեն կիրակի անենք, եթե տեսնենք այսպես ակտիվ է, կարող ենք ամեն կիրակի անել, բայց ուշադիր հետևեք ալիքին ու կիմանաք։ Այսքան բան շատ չեմ ուզում ուղղակի ծավալվի, էլի, որովհետև մարդիկ չեն դիտում, երբ որ տեսնում են մի ժամից ավել է, քիչ է լինում լսողներ, ամենտեղ սա տեղադրում ենք։ Այնպես որ հաջորդին միացեք, այդքան բան, ասածս նորից ուզում եմ այդպես ավարտեմ, որ հորատեսական չլինի, էլի։ Գիտեմ շատերը հուսահատված են, ինչ որ հույս չեն տեսնում, բայց ես գիտեմ երիտասարդության մեջ այդ կրակը կա, այդ հույսը կա, այդ պետք է մենք կարողանանք ճիշտ ուղղությամբ օգտագործենք, ճիշտ ուղղությամբ, որ
այս քաոսային այս քաոսի մեջ, այս ամբողջ քաոսի մեջ մեկ այդ ազգային հոսանքը ստեղծեն։ Դրա համար է ամբողջ իմաստը դա մեր շարժման անվան, որ քաոսը գալու է ու միայն հոսանքն է կարողանալու համախմբում միասնություն ստեղծել։ Առանց դրա, առանց այդ միասնության ուժ չկա, ինչպես նաև հակառակը, առանց ուժի, առանց մեր նմանների համախմբվելու չեն կարող ունենալ այդ միասնությունը։ Այնպես որ այդ հուսահատվելու փոխարեն միա փորձեք մի բան արեք։ Նոր մտածեք, ինչ-որ անհնար է, կզարմանաք այդ ամեն մեկը, ովքեր որ այդպես մտածում են, այդ ամեն մեկը մի փոքր մի բան աներ, կտեսնեք, թե ինչքան ներուժ ունի մեր ազգը, ինչքան բան մենք կարող ենք միասին անել, եթե իսկապես համախմբենք մի, ասենք, կառույցի, մի դրոշի շուրջ ու հետևողականորեն նվիրված աշխատենք։ Դա է միակ ճանապարհը։ Մեր ուղուց բացի այլ ուղի չկա։ Այդքանով կուզեմ ավարտել։ Լավ մնացեք, միացեք մյուսին։ Բարի գիշեր ձեզ։